հարկ վճարի, չգիտեմ ինչ։ Այդ դուք բոլորը հարկ եք վճարում հիմա կամ ինչ, չգիտեմ, այնտեղ ինչ է 1-2 մոմից մի քանի լումայից էլ, հա, դուք այդպես ուզում եք բաժին ունենալ, չէ՞ որ դա մեր ինչ ասեմ, մեր նվիրատվությունն է այդ եկեղեցուն, մեր ընծայաբերումն է, ինչ է ուզում եք ամեն եկեղեցուն ՀԴՄ դնեք, բայց չէ՞ որ եկեղեցին հոգե ոչ միտեղ ընկեր, ամբողջ Եվրոպայում առևտուրը արվում է անկա, բայց ոչ մի եկեղեցում ՀԴՄ սարք չկա էլի, ոչ մի, հա, չէ, գիտեք, կամ բաներ, որ չի կարելի էլի արտաբերել, դրանք ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն, դրա համար մենք պետք է վերլուծենք մեր օրակարգը, չենթարկվենք ինքը ամեն անգամ ինչ-որ սադրիչ մտքեր է արտահայտում, որպեսզի մեզ շեղի մեր իրական պայքարից, իսկ դա նախընտրական, սահմանադրական, մեր պայքարն է մասնակցելու ընտրություններին։ Մենք, ինչպես ասում ենք բոլորս, միասին պիտի մասնակցենք մայիսյան այդ եվրոպական գագաթաժողովին, բոլորին ցույց տանք, որ մենք ժողովուրդ ենք։ Ինչպես չէ, Իսրայելի քաղաքացիները դուրս են գալիս, այրում են չգիտեմ Նեթանյահուի նկարը կամ բարձրացնում են խոշտանգված երեխաների նկարները, լավ եկեք նկարներն էլ չայրենք այրել բարբարոսության ձև, բայց եկեք բարձրացնենք այդ մարդկանց նկարները, գրենք, որ նրանք բանտարկյալներ են, խոշտանգվում են, եկեղեցիներն էլ ավերվում են, իսկ հետո դրանից հա ժողով, եւ դուք նկատել եք, չէ, Նիկոլ Փաշինյանը օրինակ ոչ մի անգամ չի ասում կամ ոչ միայն ինքը, իրենք չեն ասում, որ քաղաքացիներ գնացեք ընտրության, ինչու չեք ասում գնացեք ընտրության, անպայման պետք է գնալ ընտրության Անպայման, որտեվ ինքը ուզում ինչքան չգնան, այդքան կեղծելու հատվեն, չէ։ Կմտածեն, վայ, տեսեք մեր եկեղեցիները ավերում են, մեր տունը ավերում են, գուցե մարդիկ որոշեն ճամպրուկները կապեն, փախչեն, գնան, կամ ընկճախտից չգնան։ Ինչքան շատ դատարկվի, ինչքան շատ դատարկվի։ Չէ, հետո կեղծելու հնարավորությունը ավելի մեծ է լինելու, եթե դուք ընտրության չգնաք։ Պարտադիր պետք է գնալ։ Որովհետև մեր պայքարը սահմանադրական է։ Դուք հիմա գաղափարաբանություն եք, չէ, առաջ քաշում։ Որ չգիտեմ, մեր բարեկամը Ադրբեջան, բայց այդ բարեկամ Ադրբեջանը միտեղ չի ասել, որ ինքը ճանաչում է Հայաստանի անգամ իրենց նշած ես չեմ ասել է, ասում է 300,000 ադրբեջանցի են բերելու եւ ոչ մի խոսակցություն չկա, որ 800,000 հայ պիտի վերադառնան Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ այնտեղ եւ Արցախահայությունը նաեւ որ պիտի վերադառնան Արցախը ով է վճարելու այդ ավերված եկեղեցիների ու տների գումարները Ալիևի այն գումարները, որ ինքը միջազգային դատարանով պիտի վճարի, ընտանիքում Ալիև Փաշաևների կլանի, ինքը պիտի դա վճարի։ Ինքը այդ իր ամբողջ հանցախմբով հանդերձ, ու դա արձանագրված է, եւ օկամբոն ցուցակով, Նիկոլի վռնդելուց հետո այդ ամեն ինչը լինելու է։ Մենք ստեղծենք իշխանություններ, որոնք գործելու են ժողովրդավարության եւ հայկական պետության իրավունքի տեսանկյունից։ Բայց այդպես էլ եղել է, բայց այդպես էլ եղել է 30 տարի այդպես էլ եղել է, չէ, միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացրել են, վախեցած, վախվորած, Թուրքիան անգամ վախեցած, սարսափած էր, որ ասում էին ցունամիի պես ցեղասպանության օրը տեսնենք ինչ են անելու հայերը, ամբողջ աշխարհով մեկ Թուրքիան սարսափած եւ վախեցած էր, տեսեք, հիմա հակ բանի մեջ է։ Ադրբեջանի Ալիևի հանցանքները այդպես թաքցնելով, լռելյան, ձևեր անելով, թե իբրև իրենք տեղյակ նոր են բարձում այդ իրենց միպը, որ չգիտեմ, էլի ամոթալիության գագաթն է, կամ ԱԳՆ-ի մի արժանապատիվ մարդ չկա, գա ասի, որ մենք հիմա կդիմենք այսինչ պետության կամ հյուպատոսական մեր ծառայություններով, չէ՞ որ դա օրինական է։ Ճիշտ է, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի, բայց հյուպատոսական ծառայություններով գնանք այցելենք։ Մի արժանապատիվ մարդ չկա, որ այդ ձայնը բարձրացնի։ Չկա։ Դե ուրեմն դա է ձեր քաղաքականությունը։ Այսինքն ձեր իրական քաղաքականությունը թաքցնելն է Ալիևի հանցագործությունները, այն մյուս կողմից էլ ուզում եք թուրքերի հանցագործությունները թաքցնեք եւ իրենց թվում է, որ իրենք այդպես կարող են հաճոյանալ Էրդողանին եւ Էրդողանը կբացի սահմանները։ Եղբայր Էրդողանը չունի այդքան մանր պատկերացում հաջողության մասին։ Ինքը աճուրդ չի անում, ինքը թյուրքական ժողովուրդների շահերն է պաշտպանում։ Հետևաբար, մինչև Ադրբեջանի շահը չպաշտպանվի, նրանք ընդհանրապես ոչ մի սահմաններ չեն բացի։ Երբեք։ Եվ ես ձեզ ասեմ, դեռ երկրորդ խնդիրն այն է, թե սահմանի բացումից հետո ինչ տեղի կունենա։
Այդ սահմանի բացումից հետո այստեղ կարող են լինելու դրա մասին եւ այլ, ու դա երբեք չի լինել։ Կամ ասում են Եվրոպան մեզ պաշտպանում է, էսը ինչ է անելու այդ մուտքի արտոնագրերի ազատականությունը կատարում։ Բայց դա էլ չի անելու, տեր իմ Աստված։ Ասենք թե տվեց, հետո ով հիմա ուզենա գնա Եվրոպա հնարավորություն չունի, ինչ է կա, ասենք թե տվեցին։ Լավ, ասենք գնացել եք այդտեղ։ Դա ինչ մի բան։ Ինչ է դա, ասենք տվեցին։ Պայմանագիրը կնքվեց, ամեն ինչը լավ էր։ Մենք բոլորի հետ էլ կարողացել ենք ապրել գործընկերներ։ Շատ լավ, տեսեք, մյուս հարց հիմա մի հատ էստեղ շատ վատ բան միտում կա։ Երեք էլ հյուրերիցս մեկը խոսում է, ժողովուրդ պետք է շատ ճիշտ է ասում, անպայման պետք է գնալ ընտրությունների։ Ես մի քանի անգամ ասել եմ 2021 թվականին ով որ չի գնացել ընտրության եւ ով գնացել է եւ ես դավաճան տականքին է ընտրել ոչ, ինքը մեղավոր է որ Արցախը կործանվեց։ Իրենց խղճի վրա է դրված այդ բոլոր զոհերը, իրենց խղճի վրա է դրված 150,000 հայերի այդ տնավեր լինելը, Արցախ կորցնելը, Հայաստանի Հանրապետությունից 3 Երևանի չափ տարածքի կորուստը, ջերմուկի բարձունքները հանձնելը, Սյունիքի բարձունքը 21 թվականին ով չի գնացել ընտրության, ավելին Լարիսա Արավերդյանը շատ ավելի խիստ ասեց, նրանք ովքեր ասեց, որ չեն գնացել 21 թվականի ընտրության կամ գնացել են Նիկոլին են ընտրել, ամեն օր հիշեք, դուք ձեր հացի հետ ուտում եք այդ զոհված տղաների բաժան բան եմ ասում, մարմինը, որովհետև դուք դրա մասնակիցն եք դարձել։ Հիշեք, եւ հիմա, եթե դուք չգնաք այս ընտրության, ուրեմն դուք մասնակից լինելու, որ Հայաստանը, դուք բռնում եք այն հրեշավոր ձեռքը, որ պատրաստում է Հայաստանը կործանել։ Եվ հիմա այսպեսի նաեւ մեր խոսույթում բան է մտել, ժողովուրդ գնացեք ընտրության եւ եթե չեք ուզում, չգիտեմ ում, գնացեք եւ վատի եւ վատթարագույնի միջեւ։ Ոչ, սա շատ վատ, շատ սխալ, այո, տարօրինակ արտահայտություն է, որովհետեւ մենք հիմա մրցակցության մեջ եմ մտել երկրորդ նախագահը, հայ հեղափոխական դաշնակցությունը, հայ հեղափոխական դաշնակցությունը, որ հայկականությունը միշտ եւ ազգայինը միշտ պահել է։ Երկրորդ նախագահի ժամանակ մենք ունեցել ենք մեծ հաղթանակներ, ունեցել ենք իրական մեծ խաղաղություն, միակ նախագահն է, ում ժամանակ պատերազմ չի եղել, ունեցել ենք մեծ խաղաղություն։ Առաջին նախագահի ժամանակ մենք ունեցել ենք մեծ հաղթանակ, առաջին նախագահի ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք ունեցել ենք ապրիլյանի 44-օրյայի հաղթանակ եւ այսօր իրենք պաշտպանում են մեր ձևով են, մենք այսօր մրցակցության մեջ եմ մտել նաև ամենամեծ բարերարը Սամվել Կարապետյանը եւ պետք չի հանկարծ դնել նույն հարթության վրա դավաճան երկիր ծախող Արցախ կործանող մարդու հետ։ Իմիջայլով Ընկերներ, պետք է ընտրել լավը, իսկ այդ լավը քո ազգային պետության ինքնիշխանության պաշտպանությունն է, որը նշանակում է քո իսկ անվտանգությունը։ Ինքնիշխան պետության մեջ քաղաքացին անվտանգ է։ Այսինքն մարդիկ չեն գնում վատը ընտրելու։ Երեք խոսել է եւ իսկական խաղաղություն ընտրել։ Սամվել Կարապետյանը երեք խոսել է, հանդիպել է իր թիմակիցների հետ, շատ կարևոր հարցեր է բարձրացրել, որ ինչ են արել այս ազգակործանները, կործանել են մեր հայրենիքը, օկուպացված տարածքներ կա Հայաստանից տվել են, մեր լավագույն հայրենակիցները գտնվում են բանտերում, ամենակարևոր հարցերի մասին է խոսում։ Ուղղակի պարոն Կարապետյան, ես գիտեմ, որ դուք Սերգեյ Համբարձումյանի հետ միասին ամենամեծ ներդրումն եք ունեցել Արցախի Հանրապետությունում, ահռելի գումարներ եք տվել Արցախի շենացման եւ զարգացման համար, ինձ համար առնվազն մի փոքր տարօրինակ էր, որ ձեր սեղանին չկար Արցախի Հանրապետության դրոշը։ Գիտեք, հրեա ժողովուրդը 2000 տարի պատտվեց եւ իրենց բոլոր սեղանի շուրջ երբ որ նստում էին, առաջին խոսքը այն էր, որ հաջորդ հանդիպումը մենք պետք է լինենք Երուսաղեմում եւ իրենք հասան։ Մենք հիմա պիտի ամեն օր մեր խոսույթում լինի եւ չհրաժարվենք դրանից, որ ասենք բոլոր ճանապարհները Հայաստանի տանում են դեպի Արցախ։ Մեր բոլորի երազանքները պիտի լինեն դեպի Արցախ։ Մեր բոլոր գործը ջանքը պիտի լինի դեպի Արցախ եւ այնպես որ միջազգային ճանաչման շարունակություն։ Այո, հույս ունեմ, որ ձեր սեղանին անպայման ձեր կողքը անպայման պիտի լինի Արցախի դրոշը, որովհետեւ սա նշանակում է, որ եթե այս ազգակործանները, մեր թշնամիները
տևական ժամանակահատվածյան քարոզ են տարել եւ հիմա էլ լրացնում են բոլորին, ասում են, եթե դուք արցախցիների խոսեք, դա վատ է, քիչ ձայներ կհավաքեք, եթե դուք Արցախի մասին խոսեք, վատ է։ Ես խնդրում եմ, որ դուք ոչ թե այդ թշնամու օրակարգով առաջնորդել, այլ դուք ինքներդ օրակարգ, ազգային օրակարգ բերեք եւ առաջին հերթին դուք իհարկե ձեր խոսքում հիշեցիք Արցախի մասին, մեր արժանավոր հայրենակիցների մասին, նախագահների մասին, ոչ թե կարևոր են, այլ շատ կարևոր են եւ ձեր խոսքը անպայման սկսեք եւ ավարտեք դրանով, սա ուղղակի պարոն Կարապետյան, այո, բարեկամաբար ասեցի եւ ես ուզում եմ, որ մեր հանդիպումը ավարտենք էլ նրանով, ես քիչ առաջ էլ ասեցի, որ Շողակաթ հեռուստաընկերությունը փայլուն շարք էր սկսել մեր թե ինչ հարստություն մենք ունենք Արցախի հանրապետությունում եւ առհասարակ Հայաստանում եւ չենք մոռանում, որ միայն մեր որ հիմա դու այսպես հարձակվում ես հայ առաքելական եկեղեցու վրա եւ հատկապես վեհափառ հոր կաթողիկոսի վրա 330 եկեղեցի միայն վերականգնվել եւ կառուցվել են Գարեգին II-ի օրոք։ Չկա այդպիսի մեկ նաեւ մի բան ասեմ, բոլոր սոցիոլոգիական հարցումները Անժելա վկայում են, որ Աստծո հանդեպ մեր այդ եկեղեցասիրությունը, Աստծո հանդեպ հարգանքը արդեն նաև ծիսական ձևով շատ ավելի բարձրացել է։ Մեր հավատացյալների թիվը ավելացել է։ Ես ես հավատացնում եմ ամեն շաբաթ, անգամ Կիրակի մյուս աշխատանքային օրերին պատարակներին մեծականակ երիտասարդություն է մասնակցում եւ մարդիկ հենց այս դժվարին Դավիթի օրինակը Տիկին Դիլբարյան, Դավիթի օրինակը 18 տարեկան ինչքան նրանք սկսեցին պայքարել, մտավորական ընտանիքի տղա, բարձր առաջադիմություն ունեցող, մենք տեսանք, որ այո, հիմա ինձ հուշում են, ասում են, դուք բանի Անայի մասին չխոսեցիք, ասեմ, ոչ Անան իրա, ես ոչ մեկից հետաքրքիր չէ, ամեն ինչ ինքը անում է զբաղեցնելու համար։ Իհարկե, մենք նրանց օրակարգին չենք ենթարկվում։ Այո։